Էդուարդ Գևորգյանն է, 17 տարեկան տաղանդավոր դաշնակահար, ով արդեն հասցրել է բազում մրցույթներում հաղթանակներ տանել, գրավել մրցանակային տեղեր եւ ելույթ ունենալ մեծ բեմերում։ Այսօր նա կրթությունը շարունակում է Վիեննայում, երաժշտության մայրաքաղաքում։ Փորձեցինք նրա հետ առցանց կապ հաստատել, հասկանալու թե ինչպես սկսվեց ճանապարհը դեպի մեծ բեմեր եւ սերը դեպի երաժշտություն։ Սերը երաժշտության հանդեպ դեռ մանկուց է եղել։ Սկսել եմ դաշնամուր նվագել 4 տարեկանից։ Հետո ես միանգամից որոշեցի, որ ինչի՞ չէ կարելի է փորձել, ու մայրիկին խնդրեցի, որ ինքնին ստանի երաժշտական դպրոց, որ ես արդեն սկսեմ դաշնամուրի դասերի գնալ։ Անցած տարվանից, ճիշտն ասած, դասմունքների մեջ էինք, այլ ճիշտ գիտեինք, որ պիտի արտասահմանում գնամ կոնսերվատորիա, բայց կոնկրետ թե որտեղ չգիտեինք, կանգ առանք Զալցբուրգի վրա։ Էդվարդի մասին մեզ պատմեց նաև նրա ուսուցիչներից մեկը՝ Վաղարշակ Հարությունյանը, ով դասավանդել է տղային դեռ Հայաստանում եղած ժամանակ, նա կարևորեց ամենամեծ հատկանիշները։ Ամենաարտարոցը Էդվարդի մեջ դա մեծ սերն է երաժշտության հանդեպ։ Միգուցե այն ժամանակ կար ենթագիտակցության մակարդակի, որը ընդունակությունների հետ եւ աշխատանքի հետ գումարվելով գալիս է լուրջ դարձում։ Վաղարշակ Հարությունյանը պատմեց, թե ինչպիսին է Էդվարդի տեսակը բեմում, ինչպիսին են հույզերը, պահվածքը, սպասումները։ Դժվար է ասել ներսում ինչ է կատարում, կարծում եմ, որ ինչպես մնացած բոլոր երաժիշտները, նույնիսկ մեծ երաժիշտները, անկասկած հուզմունք կա, բայց Էդվարդը կենտրոնանալ գիտի։ 17 տարեկանում Էդվարդը հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային մրցույթների, գրավել առաջին հորիզոնականներ եւ գրանցել նշանակալի հաջողություններ։ Վերջերս էլ Վիեննայում կայացած երաժշտական մրցույթում Էդվարդը արժանացել է Գրանպրի մրցանակի։ Նրա պատմությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ տաղանդը սահմաններ չի ճանաչում։